Էլի կրկին հարգելի ներկաներ, ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության սա մենք պետք է անընդհատ ասենք, որովհետև հիմա կասեմ նաև թե ինչու պետք է անընդհատ ասենք, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված փաստ է։ Դա հաստատված փաստ է։ Եվ մենք պետք է նաեւ հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ։ Նույնիսկ անկախության նախորդող բավական երկար ժամանակաշրջանում ըստ էության մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում եւ ապրել խաղաղության պայմաններում, ունենալ խաղաղության պայմաններին համարժեք ընկալում եւ մտածողության ձևեր դա պարզ խնդիր չի եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար եւ սա կարևոր բաղադրիչ է խաղաղության նկատմամբ խնամք տանելու անհրաժեշտության առումով, որովհետեւ մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։ Իհարկե, այս հարցում մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատանքը Ադրբեջանի հետ, շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական խողովակներով, նաև տարբեր մակարդակների շփումներ են տեղի ունենում, վերջերս ազգային ժողովի նախագահի հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի խոսնակի հետ, նախորդիվ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խմբերի հանդիպումը տեղի ունեցավ, նաև ամենօրյա ըստ էության աշխատանք է տեղի ունենում հեռավար ձևաչափով եւ սա ըստ էության արդեն մեր առօրյայի նախկինում էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները մեր ամենօրյա առօրյայի անբաժանելի մասն էր։ Հիմա տարբերությունն է նա, որ խաղաղության օրակարգն է, Ադրբեջանի հետ խաղաղությունն է մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս։ Եվ այս առումով, քանի որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն են քննարկում, ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է, համենայն դեպս կառավարության տեսակետից, բայց ոչ միայն կառավարության տեսակետից։ Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից եւ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից, այսինքն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետեւյալն է կամ անհրաժեշտությունը հետեւյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ, ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաեւ իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը եւ ես հիմա խուսափում եմ ասել դեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև կարծում եմ, որ ապագան հիմա է։ Մենք հիմա սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ-որ հեռավար մի բան, բայց նաև ուզում եմ վերադառնալով, քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, 2021 թվականին մենք ընտրություններին կառավարող
քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց ապագա կա կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Էսա այդ ապագան, որի մասին մենք խոսում ենք, հարգելի գործընկերներ։ Ապագան այլևս վաղը չէ։ Եվ իմիջիայլոց շատ հետաքրքիր է, որ այդ կարգախոսը երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել։ Կարգախոսը նրա մասին չէր, որ ապագա լինելու է։ Ապագա կա եւ ապագան կա այն ժամանակ ինչ որ իմաստով սպասվող այսօր ներկա, այսինքն ապագան այսօր է եւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք, որ եւ հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է, որովհետեւ 5 րոպե առաջ սա արդեն ապագա էր, ինչ որ հիմա կամ կես ժամ առաջ։ Եվ այս առումով իհարկե առանցքային նշանակություն ունի, այդ թվում խաղաղության տրամաբանության մեջ, այն որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը եւ պետությունը, որովհետեւ պետականությունը եւ պետությունը առանցքային նշանակություն ունեն, այդ թվում խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաեւ պետության ֆունկցիան շատ կարեւոր է ճշգրտել եւ այս ընթացքում իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք նաեւ այդ ֆունկցիան, որովհետեւ հնչած թե չհնչած, ձևակերպված թե չձևակերպված, մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ։ Ի վերջո ինչի համար է պետությունը, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Նախորդող շրջանում ձևակերպված թե չձևակերպված, գիտակցված թե չգիտակցված, ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է